Մեր կարիքները մեզ Աննայի պես երբեմն բերում են եկեղեցի։ Աստված գիտի մեր աղոթքը, նա լսել է ի սկզբանե, բայց երբեմն Աստված ուշացնում է աղոթքներ, որ մարդը հասնի ինչ-որ մի կարգավիճակի եւ մտնի Աստծո մեջ, ուխտերի մեջ եւ որոշումների մեջ եւ ասի Տեր Աստված, եթե դու իմ աղոթքին պատասխանես, ես խոստանում եմ քեզ, իմ ամբողջ կյանքս նվիրելու եմ քեզ։ Ինչ որ մեկի աղոթքները ուշանում է եւ մարդը վերջապես 6 ամիս հետո եկեղեցում լինելուց ասում է Տեր Աստված, եթե դու այս հարցը լուծես, ես ուխտում եմ, ես խոստովանում եմ, ես որոշում եմ կայացնում։ Այսուհետ ես եւ իմ ընտանիքը միասին հետևելու ենք քեզ։ Ինչ որ մեկի աղոթքը ուշանում է եւ այս մարդը ասում է Տեր Աստված, ես այլևս այս մեղքից հեռու եմ լինելու եւ ընդհակառակը սկսելու եմ ավելի սուրբ կյանքով ապրել։ Սիրներ, Աստված երբեմն ուշացնում է ինչ որ բաներ, որ մարդը իր մեջ մտնի ուխտի մեջ։ Ինչի համար? Որովհետեւ Աստված, որպեսզի մարդու կյանքի մեջ ինչ որ բաներ անի, կարեւոր է նաեւ մարդու ուխտերը եւ մարդու որոշումները, որ մարդը ճիշտ վիճակի մեջ գա։ Ինչի համար? Որովհետև երբեմն Աստված մարդուն կարա տա իր ուզածները, բայց արդյունքում կորցնի այդ մարդուն։